Մեր խնդիրը, ես ուզում եմ, որ դու գաք ձեր աշխով տենակ։ Ես իմ 75 տարեկան մարդ եմ, ես տես բան չեմ տեսել։ Այդ սաղ ջուրը սելավը, որ եկել է, իմ արտի մչով, ելել է, եկել է իմ տունը, տան մեջ, որ մենք ապրում ենք, տան մեջ։ Այս կողնի, այսպես ցեխա կայնացել է։ Եկեք հլստեղ ես ստեղ արել են, մաքրել են 4 հոգի մարդ։ Այսօր առատվա ժամի 5-ից 4 հոգի մարդ բերել եմ, որ մաքրեն, ես վիճակի չեմ էլի։ Տենում եք ձեր աշխի դեմ, կեսը մաքրին, կեսը թողեն ասես գնացին։ Այդքան էլ փողն ուզե, փող եմ տվել։ Ինչքան եք վճարել։ Ամեն մեկին 5000։ Բայց այնի աշխատակիցներն էլ չէ եկել էին այստեղ։ Չէ, առաջին որ ես ներվանացել եմ, եկել եմ, որ տեսած ունդեր եք, տեզի բերեցի։ Ես մարդում բան չեմ արել, բայց ես թույլ չեմ տա, չգիտեք ես ով եմ, ով չեմ, ոնց բան, ինչ խոսեմ։ Մեծ հետ զրույցում նշեցիք, որ ծանր աշխատանք եք տանում եւ ձեր աշխատանքը բավականին տարբեր է մյուսների աշխատանքներից։ Հիմա ձեր այգին դուք եք ամբողջովին այստեղ մշակում, ինչ աշխատանք եք կատարում։ Ես 5 հեկտար նաղդի հող ունեմ, դաշտում։ Այդ ով ծախե, հենա թողասեն, ես առա, ով ծախե, ես առա, որ տանեմ իմ արտերը նայես տենաս, իմ մշակությունը, որ ես այդքան փող եմ ծախսում, այդքան փող եմ տվել բան, սենց հերնանից է տրենդ է։ Իմ սիրանանոցը, որ մտնես, սենց քեֆդ գգա, ով եկել այն ժամանակ, ասել են այդանք վաչկի այգում մեջ նստեն քեֆ անենք։ Բայց ինչ անեմ, ներվանիթունի շեմ անում։ Բերքը վաճառում էի։ Բերքը խնդրում էին տանում էին, ոչ թե վաճառում էի, իրան գալի, իրան քաղում, իրան ամեն ինչ անում տանում։ Հիմա հույս ունեք, որ պետությունը կփոխհատուցի։ Ես չեմ հավատում, աղջիկ ջան։ Ինչի։ Ես 75 տարեկան մարդ եմ, կոմունիստների վաղտվանից աշխատել եմ մինչև հիմա, ես չեմ հավատում, որ որ մեկին տա։ Ասենք հիմա այդ մարդուն, որ բաներ անենք, դրանք էլ մեղավոր չէ։ Որ մեկին տա, ասենք տենզի 100 ռուբլի փող տա։ Թքել եմ ես են 100 թողայը, հիմա հանամ 100 ռուբլի իմ ջեբից տամ իրան։ Ինձի պետք չի էդ 100 ռուբլի, 200 ռուբլի կամ մյուս։ Դու տենում եք վնասը ինչ է։ Ձեր աշխով դու ինքներդ տենում եք։ Են 4 հոգի, են մի հոգին էլ հետները 5 հոգի, որ են կուխնին տեսակ, որ մաքրին, թամսրեցին, եկան կեսից հոգն անել չկարացան անել այդ մարդիկ։ Որ լսվել է ջուրը եկել, լսվել է տունը։ Ով է տվող։ Տոտան։ Հիմա բայց գյուղապետի հետ քննարկում էր, չէ, ընթանում հանդիպում էր այնտեղ այնի աշխատակիցների եւ նաեւ պատկամարմինների հետ։ Ինչ է ասել գյուղապետը ձեզ։ Գյուղապետի ձեռը ինչ կա, աղջիկ ջան։ Մեր ձեռը այս գյուղացու ավելի շատ բան կա, կանց գյուղապետի։ Գյուղապետի ինչ կա, գյուղապետի գնա այդ հիմնարկը պատերով, բանով, սաղ բլցրեք, հանդե սաղ բանարեր է։ Դրա համար ես հավատ չունեմ, էլի, որ ասենք որ մեկին տան։ Ես չեմ հավատում։ Որ կտան թոտան, ինչ կտան թոտան, ես բան չունեմ։